Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Խուզարկություններ, կալանավորումներ ու մեղադրանքներ, ինչ է կատարվում նախընտրական Հայաստանում։ Արաբկիրում հերթական սկանդալային միջադեպն է տեղի ունեցել, ինչու են ձերբակալել արցախցի Արթուր Օսիպյանին։ Ղարաբաղի հարց եղել է թակարդ, որպեսզի Հայաստանին այդ թակարդում պահեն։ Լոռու դեպքերից հետո իրավապահների գործողությունները շարունակվում են, ինչ խափանման միջոցներ են ընտրվել ձերբակալվածների նկատմամբ։ Դիմակավորված անձինք, սպառնալիքներ ու քրեական վարույթ, ով է կանգնած աղմկահարույց տեսանյութի հետևում։ Պուտինը խոսում է Մոսկվա-Պեկին աննախադեպ հարաբերությունների մասին, ինչ նոր ուղերձ է հղում Կրեմլը Չինաստան այցից առաջ։ Նախընտրական լարվածությունը Հայաստանում շարունակում է թեժանալ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները քննչական կոմիտեի հետ այսօր խուզարկություններ են իրականացրել Երևանի շուրջ 15 հասցեներում։ Այս մասին հայտնել է նախարարության մամուլի խոսնակը։ Թե ինչ քրեական գործի շրջանակում են իրականացվում գործողությունները, առայժմ չի հաղորդվում։ Իրավապահների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ նաև Լոռու մարզում տեղի ունեցած միջադեպերը։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Նորաշեն և Մերձավան համայնքներում քարոզարշավի ընթացքում արձանագրված բախումների գործով ձերբակալված բոլոր 10 անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ Տաշիրում ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կողմնակիցները փակել էին Նիկոլ Փաշինյանի աջակիցների ճանապարհը։ Դրանից հետո 10 մարդ ձերբակալվել էր քարոզչությանը խոչընդոտելու կասկածանքով։ Նրանցից 6-ը կալանավորվել է, 1-ը տնային կալանքի տակ է, իսկ 3 անձի գործի վերաբերյալ դատական նիստ դեռ չի եղել։ Մեկ զոհ, տասնյակ ձերբակալվածներ, խուզարկություններ ու քրեական գործեր։ Ընտրարշավի առաջին օրերն անցնում են լարված մթնոլորտում։ Քաղաքական պայքարը աստիճանաբար տեղափոխվում է ոչ թե քաղաքական, այլ իրավական ու ուժային դաշտ։ Իրավապահ համակարգը գործում է բոլորի նկատմամբ հավասար, թե դարձել է քաղաքական պայքարի գործիք։ Ռեպորտաժում։ Քարոզարշավի 10-րդ օրն է, 10 օրում մեկ զոհ, ևս 10 ձերբակալված, անթիվ քրեական գործեր։ Քաղաքացիական պայմանագրի քարոզարշավն ընթանում է լարված միջավայրում։ Յուրաքանչյուր փոքր քայլ կամ խոսք, որը կարող է վնասել սեփական համբավին, սուր է ընդունվում քաղաքացիական պայմանագրի կողմից ոչ միայն Նիկոլ Փաշինյանի արձագանքի, Արի միլետը Նիկնա, Ռոբերտ Սերջը, և մյուսները, ովքեր հանգիստ այլ նաև պաստառ պոկելու համար հոգեբանական ու ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց կալանավորման ու մահվան դեպքերով։ Վարչական դույժի ենթադրող զանցանք կատարած անձին կալանավորել, ապա հոգեբուժարան էին տեղափոխել ՔՊ-ի պաստառը վնասելու համար։ Նույն օրը Հայաստան դաշինքի պաստառն էին պատառոտել։ Իրավապահների արձագանքը համաչափ չէր։ Կարծեմ հայտարարություն են տարածել, որ ուսումնասիրում են կամ փորձում են բացահայտել, բայց երեք ուժգիշերվա դրությամբ դեռևս պաստառները հավաքված չէին եւ կարծեմ քաղաքային իշխանությունները դիտմամբ գիտակցաբար են դա անում։ Ուժեղ Հայաստանի 10 անդամ էլ 3 դարձան քաղաքացիական պայմանագրի ձերբակալության հերթական զոհերը։ Ուժեղ Հայաստանի մայիսի 17-ի իրազեկման ժամանակ քաղաքացիական պայմանագիրը ևս մեծավանում էր։ Դաշինքի անդամ Գոհար Մելոյանի խոսքով ձերբակալությունները հրահրված սադրանք էին ՔՊ-ի եւ տեղում քարոզարշավն անցկացնող Սուրեն Պապիկյանի կողմից։ Քաղաքացիական պայմանագիրը գալիս է քարոզչություն իրականացնելու։ Ինչպես հերթական օրը ուժեղ Հայաստանի համագիրները իրազեկման ակցիա են իրականացնում։ Մեր համագիրները տարբերանշաններով, առանձին հատվածում համախմբված կանգնած են եւ իրականացնում են իրազեկում։ Ինչ է անում քաղաքացիական պայմանագիրը, որը այդ պահին ուղեկցվում է եւ առաջնորդվում է պաշտոնատար անձի կողմից։ Առաջին, կար այլընտրանքային ճանապարհ, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը շարունակեր իր հավաքն ու իրազեկումը։ Երկրորդ, մեր ժողովուրդը խաղաղ կանգնած էին եւ որևէ կերպ ոչ միայն չեն սադրում, այլև փորձում էին սադրանքի չտրվել։ Երրորդ,
Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները գալիս են, մխրճվում են, սադրելով ժողովրդին։ Արդյունքում բերման են ենթարկում Ուժեղ Հայաստանի 10 համակիրների։ Ապրիլից մայիս Ուժեղ Հայաստանի անդամների խմբակային ու անհատական ձերբակալության ավելի քան 10 առանձին դեպքեր են եղել։ 14, ապա 17 անդամների բերման են ենթարկել, խուզարկել Ուժեղ Հայաստանի մարալիկի գրասենյակը, ձերբակալել Գոհար Ղումաշյանին, Վերժինե Ստեփանյանին, կալանավորել Արթուր Ավանեսյանին։ Շարքը կարող ենք երկար շարունակել, բայց իշխանության թիրախը միայն Ուժեղ Հայաստանի անդամները չեն։ Օրերս խուզարկություններ ու ձերբակալություններ եղան նաև Հայաստան դաշինքի Սպիտակի գրասենյակում։ Սա բացահայտ անհավասար պայքար է, որտեղ թիրախավորված են ընդդիմադիր քարոզարշավի մասնակից ընդդիմադիր կողմերը։ Եվ սա արվում է անթաքույց եւ կալանավորումներով, ձերբակալություններով, իբր ընտրակաշառքի խոստումներով, բազմաթիվ անգամներ տեսնում ենք, որ դրանք չեն հիմնավորվում։ Իրավական համակարգը անկախ լինելու փոխարեն փաստացի ծառայում է Նիկոլ Փաշինյանին, պնդում է իրավապաշտպանը։ Հատուկ հրահանգ ունեն եւ գործում են Նիկոլ Փաշինյանի, հենց ծառայում են Նիկոլ Փաշինյանին եւ ոչ թե իրավապահ համակարգը ամբողջությամբ ծառայում է Նիկոլ Փաշինյանին։ Սա այնքան ակնհայտ է, որ համաչափության մասին խոսելը անգամ ավելորդ է։ Իսկ իշխանությունը անգամ վարչական իրավախախտումների դեպքերում է կալանքն օգտագործում որպես պատժի ձև։ Հաշվի չառնելով, որ միջազգային եւ տեղական բոլոր օրենսգրքերը հուշում են, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի է միայն ծայրահեղ դեպքերում։ Վախի մթնոլորտ ստեղծելն ու ընտրության մասնակիցների թվի կրճատումն է ներկա վարչախմբի խուճապահար վարքագծի պատճառը, ասում է քաղաքագետը։ Իսկական թիրախը Նիկոլ Փաշինյանի համար հենց սա է, որովհետև որքան ավելի մեծ լինի մասնակցությունը, այդքան ավելի մեծ կլինի հավանականությունը Հայաստանում անցնցում քաղաքական փոփոխություններ տեսնել։ Ինքը կալանավորելով մարդկանց, վախեցնելով մարդկանց, կարծում է, որ ավելի երկար կարող է մնալ կառավարական առաջին շենքի վարչապետական հաթոռին նստած։ Նախընտրական փուլում ձերբակալությունների ու կալանավորումների այս ալիքը ուղեկցվում է ոչ միայն օրենքի ակնհայտ խախտումներով, որոշ դեպքերում այն ողբերգական դեպքերի է հանգեցնում։ Իսկ եվրոպացի դիտորդների լռությունը քաղաքագետի համոզմամբ կասկածի տակ է դնում նրանց ժողովրդավարության բասյոնի կերպարը, ստեղծելով տպավորություն, թե նրանք առաջնորդվում են ոչ այնքան ժողովրդավարական սկզբունքներով, որքան այն հաշվարկով, թե տվյալ պահին որ իշխանությունն է ժողովրդավարության բասյոնի ամենահարմար տարբերակը։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ինչպես հասկացաք, Հայաստանում նախընտրական քարոզարշավն անցնում է լարված միջադեպերով, փոխադարձ մեղադրանքներով ու սկանդալային հայտարարություններով։ Երեկ Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի եւ արցախցի Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո վերջինիս ձերբակալել են խուլիգանության մեղադրանքով։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նա տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Օսիպյանի ձերբակալման լուրը եւ նրա գտնվելու վայրը առաջինը հայտնել էր փաստաբան Ռոման Երիցյանը։ Քիչ առաջ ինձ հետ կապ են հաստատել Արթուր Օսիպյանի հարազատները եւ տեղեկացրել, որ վերջինս ձերբակալվել է։ Ավելի կոնկրետ նրանք գտնվելու վայրի մասին Արթուր Օսիպյանի որևէ տվյալ չունեն, հեռախոսները անջատված են, իսկ Facebook-յան էջն էլ, որտեղ վերջինս եւ մանավանդ վերջերս ակտիվորեն քննադատում է Նիկոլ Փաշինյանին, ընդհանրապես հեռացվել է համացանցից։ Միջադեպից հետո թեմային անդրադարձել են նաև հանրային ու քաղաքական տարբեր գործիչներ։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով Փաշինյանի խոսքն ու վարքագիծը անընդունելի էին։ Նա նշել է, որ իշխանությունը կտրված է հասարակության ցավից եւ չի հասկանում պատերազմի եւ կորուստների հետևանքով տուժած մարդկանց վիճակը։ Նա ունակ չէ մի պաշունչ քաշել, որ հասկանա, թե ինչ ցավ է ապրում որդի կորցրած մայրը, եղբորը կորցրած քույրը, տունը կորցրած Արցախի հայը։ Նա ոչ միայն ունակ չէ գիտակցել իր պատճառած ցավի մասշտաբները, այլ նաև հարձակվում է այդ մարդկանց վրա։ Անում է դա անպատկերացնելի նողկալի մեթոդներով։ Այնպես որ զուտ մարդկային նայես ասես, սա ինչ է, սա ինչ պահվածք է։ Սենց մեկին եթե տեսնեինք փողոցում իրեն պահեր կնոջ հանդեպ, ինչ կանեինք։ Ու նման մեկը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Քիչ մնաք ասի բոլոր ընդդիմախոսներին, ավելի լավ է մեռնեիք, որ ինձ չքննադատեիք։ Ես շատ վատ նորություն ունեմ Ալիևի թեկնածուի համար։ Ընդդիմախոսները չեն անհետանալու, իր պատճառած ցավը չի կորելու, իր արածը, ասածը իր առաջ դնելու են։
Պատասխանատվության պահը գալու է։ Եթե ինքը կտրվել է իրականությունից, դա իր ու իր թիմի խնդիրն է։ Եթե իրենց թվում է, թե Արցախի ու Արցախի հայերի հանդեպ այս անչափելի ատելությունն ու զազրելի բառամթերքը իր կողմը մարդկանց է գրավելու, ապա նա ուղղակի չի ճանաչում հայ հանրության մեծամասնությանը։ Նա ճանաչում է իրեն երկրպագողներին, որոնք աղմկոտ փոքրամասնություն են ընդամենը։ Տխուր է տեսնել, որ Ալիևի թեկնածուն իրոք մտածում էր, որ Արցախի կորուստը փառաբանելը դառնալու է իր նախընտրական ֆիշկան, մինչդեռ այն ուղղակի մեթոդ է ի ցույց դնելու այս քաղաքական ուժի ամբողջ բարոյազրկությունը իր անսահմանության մեջ։ Իսկ թե ինչպես սկսվեց վիճաբանությունը, ինչ խոսքեր հնչեցին եւ ինչ վիճակ էր քարոզարշավի ընթացքում, տեսանյութում առանց մեկնաբանության։ Ուրեմն ես ասում եմ, այդ լակոտները, որ գալիս մեզ բրդում են, թող բացատրեն ինչ են իրանք կենթանի եւ ինչ են մեր տղեկը զոհված։ Թող բացատրեն։ Էական չի, իրանք իրավունք չունեն գանստեղ խոսալ։ Իրանք պետք է գնան վեր ընկնեն տեղները եւ հանգիստ նստեն։ Թող իրանք այդ Արտուրո Սիպյանից թող բացատրի ինքը ինչի է կենթանի, ինքը ինչի է զոհված, ինքը ինչի չի զոհված, ինքը ինչի է հիմա եկել են մեզ ասում են 5000 զոհ։ Ինքը ինչի է կենթանի, պետքա բացատրի։ Թիկունքում բաներ անում, պայոկեր ուտում թիկունքում։ Նա տելեկելա բանը, յակը միսկի խումբ, Ղարաբաղի հարցը, չկա Ղարաբաղի հարց։ Ով որ ուզենա Ղարաբաղի հարց բացի, ինձ հետ գործ ունենալու Հայաստանի ժողովրդի հետ գործ անել։ Ղարաբաղի հարցը փակված է։ Մեկ որ դուք ասում եք, որ Արցախը մերն է, Շուշին մերն է, բայց մեկ որ ասում եք, որ Շուշին դժբախտ դժգույն քաղաք է։ Ուզում հասկանամ, ոնց հասկանաք։ Արփի ջան, այդ թեմայի մասին այնքան խոսել են, խնդրում եմ։ Իմ երկիրը ծախել է, դուք իմ տունը ծախել եք, իմ Արցախը։ Ուզում եմ նկարվել։ Որտեղ ես ապրել եմ։ Շատ լավ, Վալիկան, կմեծանաք Ես արդեն հասկանում եմ, որ ես հասկանում եմ, թե այդքան ժողովուրդն է հասկանա, որ դուք ծախել եք Արցախ։ Ես քեզ սիրում եմ։ Ասում եք հալեգի կոնկրետ Այո, սատիկների բանը քիչ քչած։ Ոնց է։ Լավ, զիշեցիր։ Որտե՞ց մտածեցի։ Որ փախցրի քեզ երես։ Որտե՞ց փախցրի։ Այ փախացրեք։ Այ դու ինչ գործ ունես տեղ ընդհանրապես։ Այ դու ինչ գործ ունես տեղ ընդհանրապես։ Այսով թե նարասրավ։ Եկել են մատապտարը, այս Ղարաբաղի պսևդոելիտաները, ռանքները պասեկար անցարապես։ Ով եք դուք նրա։ Արտուրո Սիպյանը գլուխը պատին ես տվել Արտուրը, գնայր զոհվել մեր երեխեքի տեղը։ Շատ եմ խնդրում ձեզ, մի քիչ ժողովուրդի հետ խոսալիս, փոխեք այդ տոնը։ Որ տոնը։ Այդ կանանց վրա հարցակում է։ Կանանց վրա հարցակում Ես չկա։ տեսել եմ, YouTube-ն էլ է ցույց տալիս աղա։ Կանանց վրա ոչ մի հարցակում չկա, հարցակում կա։ Ես կանանց հարգում եմ, որ բոլոր քաղաքացիներին են հարգում։ Ես այդ հարգանքը չեմ տեսնում։ Ես հարգում եմ ձեզ, ես հարգում եմ ձեզ։ Այդ ձևերն էլ արդեն չի անցնում։ Խնդրում եմ ձեզ, ձեր լեքսիկոնի վրա աշխատեք։ Ես աշխատում եմ, Աշխատեք շատ աշխատեք։ Որ Այո, մարդիկ ձեզ տեսնելիս եղավ։ Արդարություն ունի նաև երկնային արդարությունը, դուք պատասխան տալու եք ձեր արած։ Բնական, իսկ ինչու միայն ես։ Ինչի իսկ միայն ես։ Միայն ես։ Միայն ես։ Չէ, ձեր թիմով։ Դուք չէ, դուք երաշխավորված եք, դուք ազատագրված։ Հարասների համար պատասխան։ Բոլորս էլ մենք հարասների հետ կապ չունեք։ Ես 5000 հոգու մաման պայքար։ ասում եմ Քարոզարշավի 12-րդ օրն է եւ գրեթե չկա հանդիպում, որ անցնի առանց միջադեպի։ 3 ՔՊ-ի Արաբկիրում անցկացրած քարոզարշավում միջադեպեր էին տեղի ունենում գրեթե կես ժամը մեկ։ Արաբկիրում Նիկոլ Փաշինյանին մոտեցել էր անհետ կորած սպա Հրանտ Պապիկյանի քույրը, մեղադրելով նրան հայրենիքը գողանալու համար։ Կնոջ մեղադրանքը հունից հանել է Փաշինյանին։ Ինչպես սկսվեց վիճաբանությունը, ինչ արձագանքներ կան, ռեպորտաժում։ Բարկացել է Փաշինյանը, երբ քաղաքացին նրան մեղադրել է պատերազմում պարտության եւ իր ուրախությունը գողանալու համար։ Փաշինյանը, Երևանի քաղաքապետն ու առողջապահության նախարարը սկսել են վիճել կնոջ հետ։ Այն Ղարաբաղի ակցենտով մի րոպե։ Այն Ղարաբաղի ակցենտով։ Լսեք,
Ես Ղարաբաղի ակցենտով որ մասկետով մի րոպե լսի, րոպե սպասեք, Ղարաբաղի ակցենտով մի րոպե սպասեք, Շատ լավ ես ճանաչում։ մի րոպե, ասում եմ, ռոբիտ կզացնելու եմ, չոքսնելու եմ, սակտասնելու եմ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքականությանը դեմ արտահայտված կնոջ վրա գոռում, ապա ձեռքերից քաշքշում են։ Իրենց քաղաքականության դեմ կարծիք արտահայտած քաղաքացին ըստ իրենց կամ Հայաստանի երկրորդ կամ երրորդ նախագահների աջակիցներն են։ Եթե այս երկուսից որևէ մեկի աջակիցը չէ, ապա հաստատ Սամվել Կարապետյանի աջակիցն է։ Մինչդեռ ԿՊ-ից դժգոհող այս կինն ընդամենը բժիշկ է, որի եղբայրն անհետ կորել է 2020 թվականի հոկտեմբերի 6-ից։ Ես չէի կարող հանդուրժել, որ թուրքը գա իմ շենքի դեմը, իմ տարածքներ պղծի եւ ես չարտահայտվեմ։ Ձեր եղբայրը 44-օրյա պատերազմում է անհետ կորել։ Ես անկեղծ ասած, այո, իմ եղբայրս 44-օրյա պատերազմի բռնի անհետացած բարձրաստիճան սպա Հրանտ Պապիկյանն է, բայց հավատացեք, իմ առաջին հոգու պորտքումը դա իմ հայրենիքի կորուստն է։ Դուք գողացել եք իմ հայրենիքը։ Այս նախադասությունն է առաջինը հնչեցրել Արփինե Սողոյանը, ինչն է ստիպել է Փաշինյանին հունից դուրս գալ։ Միջադեպը մեծ արձագանք ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է, ինքը ոչ մի կնոջ չի թիրախավորել։ Նրանք ովքեր գալիս են այստեղ Ղարաբաղի ակցենտով սպառնալիքներ են ձևակերպում, դրանք բոլորը փախածներ են, ճողոպրածներ, վախկոտ ստահակներ են դրանք բոլորը, վախկոտ ստահակներ, ինչ պագոն ուզում ա ունենան վրեն, այդ վախկոտ ստահակներից մի մասը մի դատվում ա, ու նրանք է պետք է դատվեն նստեն, ու են դատական մաֆիաները, որ նրանց անընդհատ ազատ են արձակում, այդ որ բարձունքներ են տվել, այդ որ դիրքեր են տվել, որ ինձ մեղադրեն, որ իշխանապողություն անեն, գլուխները պատեն։ Բուռն քննարկումներից հետո լրատվամիջոցները սկսեցին գրել, որ թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը, որտեղ աշխատում է Արփինե Սողոյանը, հրահանգ է ստացել հեռացնել աշխատանքից վերջինիս։ Ինքը տնօրենը հերքում է։ Հրահանգ չի ստացել, բայց գրավոր նկատողություն Սողոյանն անպայման ստանալու է։ Նմանատիպ հրահանգ չկա, նմանատիպ դեպքերը բոլորը դրվում արվում են քննարկման, պահանջված գործող կարգի բացատրագիր եւ ըստ այդմ էլ ապնենք առաջնորդում ենք աշխատանքային նորից գրքով։ Այսինքն մեկալի միացած դեպքում մեկից հրահանգ են տալի, չկա տեսման։ Ես ընդհանրապես բացառում եմ աշխատանքից անունի բացակայությունները, այո ինքը բացակայել աշխատանքից, ես արդեն նշել եմ, ժամանակից ինքը բացակայել աշխատանքից, ինքը ունեցել է շահառու այդ բանին, որը պետք է լինի, որ այսինքն դա ծնդատուն է եւ ինքը պատասխանատու անձ է։ Այսինքն բացառում եմ եւ կարծում եմ շատ սխալ է ժամանակից բացակայել աշխատանքից։ Ըստ բժշկական կենտրոնի տնօրենի Սողոյանին նկատողություն են տվել աշխատանքից ուշանալու համար, նա հրաժարվել է բացատրություն տալ եւ ընդունել է, որ 1.5 ժամ ուշացել է։ Սակայն միայն այս դրվագով չի սահմանափակվել ԿՊ-ն։ Արաբկիրում քարոզարշավի ժամանակ քաղաքացիներն անդադար մոտենում ու իրենց դժգոհությունն էին արտահայտում։ Քննադատություն լսելիս էլ Փաշինյանը բորբոքվում էր, բղավում, սպառնում ու նորից վերադառնում այսպես կոչված նախկիններին պատժելու խոսույթին։ Սեդամ Ակարյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Դեպքին անդրադարձել է նաև Արփինե Սողոյանի դուստրը, փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Նա Facebook-յան ուղիղ եթերում խոսել է մոր հետ տեղի ունեցածի եւ հետագա քայլերի մասին։ Մայրիկիս եւ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած այդ բանավեճին, այդտեղ քրյա իրավական տար արկա չէ։ Եվ զուտ իմ այսպես ասած սպորտային հետաքրքրությունը բավարարելու համար, որ այ տեսեք, եթե դուք գնում եք այն մի մեկնաբանություն գրող կնոջը ձերբակալում եք ատելության խոսքի համար, բա այստեղ ինչու օրինակ Նիկոլ Փաշինյանի չեք։ Ես այդ աբսուրդի թատրոնի ժամանակ եւ ռեսուրս եւ նյարդեր տրամադրելու ցանկություն չունեմ, որովհետեւ համոզմունք էլ չունեմ, որ առհասարակ այս տեսակ խոսույթները պետքա քրեական հետապնդման ենթարկվեն, դա իմ համոզմունքն է եղել, որը ես արտահայտել եմ մինչև այս միջադեպը հիմա եւ կարծում դրանից հետո եւս։ Քարոզարշավային լարվածության մասին խոսել է նաև Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։ Նրա խոսքով Նիկոլ Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը եւ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերում է վիրավորական վերաբերմունք։
անգամ 20 օր Փաշինյանի երկրի ղեկավար մնալը վտանգավոր է մեր երկրի համար։ Մեր բոլոր հակառակորդները տեսնում են, թե ինչ հոգեբանական անհավասարակշիռ վիճակում է գտնվում մեր երկրի ժամանակավոր ղեկավարը։ Նրա յուրաքանչյուր օրը վարչապետի պաշտոնում թուլացնում է մեր երկիրը։ Փաշինյանը խայտառակում է ոչ միայն մեր պետությունը, այլև հայ ժողովրդի, հայ տղամարդու կերպարը։ Մենք դա թույլ չենք տալու։ Մինչ քաղաքական կրքերը շարունակում են թեժանալ, Հայաստան դաշինքը հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին եւ միջազգային դիտորդներին։ Դաշինքի գնահատմամբ նախընտրական մթնոլորտը դուրս է եկել քաղաքական պայքարի սահմաններից, իսկ իշխանությունը ըստ նրանց փորձում է ճնշել ընդդիմախոսներին, օգտագործելով իրավապահ եւ վարչական ռեսուրսները։ Հայտարարությունում նշվում է, որ երկրում ձևավորվել է վախի եւ անհանդուրժողականության մթնոլորտ, իսկ ընտրական գործընթացի ազատությունն ու մրցակցությունը վտանգված են։ Իրավական գործընթաց սկսելու մասին հայտարարել է նաև Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա հայտնել է, որ դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, պահանջելով վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պաշտոնատար անձի վարքագծի կանոնները խախտելու համար։ Քարոզչական հանդիպումների ընթացքում Փաշինյանի հայտարարությունների զգալի մասը մի տեսանյութի մասին էր, որտեղ դիմակավորված մարդիկ Արցախի բարբառով իր հասցեին սպառնալիքներ էին հնչեցնում։ Ի դեպ, այս դեպքի առթիվ քննչական կոմիտեն արդեն քրեական վարույթ է հարուցել։ Սակայն ուշագրավ է, որ Փաշինյանի հայտարարությունից հետո տեսանյութը արագ տարածվել է իշխանական կայքերում, ինչը հանրային դաշտում նոր քննարկումների եւ կասկածների տեղիք է տվել։ Ով է կանգնած այս տեսանյութի հետևում եւ ինչու այն հայտնվեց հենց հիմա, ռեպորտաժում։ Դիմակավորված ու զինված մարդիկ, Արցախի ու Հայաստանի դրոշներ եւ Արցախի բարբառով հնչող սպառնալիքներ։ Այս տեսանյութը մի քանի ժամում իշխանության ձեռամբ եւ միջոցով հայտնվեց քաղաքական օրակարգի կենտրոնում։ Դրան հետ է Նիկոլ, դու պատասխան ես տալու։ Մոգիդը մնք տուշտեղավս մանգյամ, վեր փողոցներավս անսկենում։ Նախ Փաշինյանը վեճի է բռնվում մի կնոջ հետ։ Արի մի րոպե մի գնա։ Ռոբերտ Սերջը եւ մյուսները, ովքեր մի րոպե հանգիստ։ Լսեք, ես լսեցի, դուք ինձ լսեք։ Ես լսեցի։ Ուրեմն այն մասկեքով, որ Ղարաբաղի акցենտով խոսում է, դրանք փախածներն են։ Փախածները։ Իսկ հետո դիտում տեսանյութը ու լայվ մեկնաբանում երկրի ղեկավարին ոչ հարիր բառապաշարով։ Դες փսլինքներին նայ, եկել են մասկային։ Հələ սրազում եք։ Այդ փսլինքները, հələ մասկեքներ խանեք դուս եք ովքեր։ Այ համբարներ։ Ասել եմ, այս մասկեքը հատ քցնելու եմ ու հատ հանելու եմ ու մտցնելու եմ համապատասխան տեղը, չոքցնելու եմ ձեզ։ Տեսանյութի սկզբնաղբյուրը հայտնի չէ, սակայն Facebook-ում եւ Telegram ալիքներում տեսանյութի տարածումից հետո սկսվեցին քննարկումները։ Սա իրական սպառնալիք է, թե քաղաքական նպատակներով ստեղծված սադրանք։ Փորձագետի կարծիքով մտածել, որ սա պատահական է հիմա հայտնվել շրջանառության մեջ, միամտություն կլինի։ Պետք է փնտրել նրան, ում ձեռնտու է հանցանքը։ Բավականին հստակ է, որ դա ձեռնտու է իշխող ուժին, վարչապետ Փաշինյանին, եւ մենք տեսնում ենք նաեւ, թե ինչպես բավականին արագ եւ բավականին լայնորեն իշխող ուժը փորձում է օգտագործել այդ տեսանյութի հանգամանքը ընդդիմության դեմ իր քրեական արշավում։ Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ տեսանյութը կարող է ստեղծված լինել հենց իշխանության շահերից ելնելով։ Ընդ որում Աբրահամյանի խոսքով գործող իշխանությունը սա կրկին վերածում է հակաարցախյան արշավի։ Ակարինական է հատկապես այն տեսանկյունից, որ դա իրականացնում է երկրի ղեկավարի կարգավիճակ ունեցող անձը։ Այդ թույնը, այդ ատելությունը, որը հասարակության միջև անընդհատ փորձում է խաղարկել տարբեր քաղաքական ժամանակահատվածներում, դա այս իշխանության գործելավոճն է։ Ընդդիմության հայտարարություններում հնչում են նաև ահազանգեր, որ իշխանությունը հետագայում կարող է նման դեպքերը գործածել ընտրական գործընթացների շուրջ հնարավոր խիստ քայլերը արդարացնելու համար։ Այս մարդու մոտ բան չի փոխվել, այս նույն ձեռագիրն է, արդեն վաղուց վարված ձեռագիր, այս նույն այս մարդը արել է պատերազմից հետո դիմադրության շարժման ժամանակ, սրբազան շարժման ժամանակ, այսինքն հենց ներն անկում ինք իր դեմ ահաբեկչության,
սպանության փորձի բեմադրությունն է կազմակերպում, դու մեր ժողովրդին պետք ես ողջ եւ առողջ։ Մենք ամեն ինչ անելու ենք քո անվտանգությունը ապահովելու համար, որտեղ դու պետք ես կենթանի մեր ժողովրդին։ Ինչի համար, որպեսզի դատարաններում պատմես, ինչու հանձնեցիր Արցախը, ինչի շուրջ 5000 մարդու մահվան պատճառ դարձար, ովքեր են քո մեղսակիցները։ Ընտրությունից առաջ նման տեսանյութերը հատկապես վտանգավոր ազդեցություն կարող են ունենալ հասարակության վրա։ Քաղաքացիները շեշտում են վախի, անկայունության եւ ներքին թշնամանքի թեմաները հաճախ դառնում են քաղաքական պայքարի գործիք, անկախ նրանից, թե իրականում ով է կանգնած նման բովանդակության հետևում։ Կա տեսանյութ, որի հետ կապված որևէ մեկը դեռևս մանրամասներ չգիտի, եւ դա բարթել դրանով իսկ վիրավորանքներ հաղել այս կամ այն քաղաքական ուժի կամ նրանց ղեկավարների նկատմամբ տիպիկ նիկոլական քաղաքական մեթոդ է, որը անընդհատ կիրառվում է եւ բնականաբար այն ինչ որ իշխանությունն է կիրառում մնացածների նկատմամբ որևէ ձևի իրավապահների ուշադրությանը չի արժանանում։ Կա մտահոգություն, որ տեսանյութը կարող է նպաստել արցախցիների նկատմամբ թշնամանքի խորացմանը, հասարակության ներսում ստեղծելով նոր բաժանարար գծեր։ Օգտագործելով այդ տեսանյութի հանգամանքը իր քարոզչության մեջ բավականին այսպես թիրախավորված ակնարկներ է անում արցախցիության հանգամանքին, բորբոքելու է իր էլեկտորատի տրամադրությունները արցախցիների նկատմամբ։ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու եւ հրազենի ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ։ Կատարվում է նախաքննություն, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու համար։ Այս ամբողջ աժիոտաժի մեջ գլխավոր հարցը մնում է նույնը՝ ով եւ ինչ նպատակով է հրապարակել այս տեսանյութը, բայց արդեն ակնհայտ է, ընտրությանը զուգահեռ Հայաստանի ներքաղաքական դաշտում պայքարը տեղափոխվում է ոչ միայն քաղաքական հայտարարությունների, այլև վախի, սպառնալիքների եւ հանրային լարվածության տիրույթ։ Գառնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Քարոզարշավի մյուս առանցքային թեման շարունակում է մնալ երկրի սահմանների եւ հնարավոր տարածքային փոփոխությունների հարցը։ Հանդիպումներից մեկի ընթացքում բարձրացված հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Տավուշի մի շարք բնակավայրերի սահմանազատման գործընթացին, ինչը դարձել է լայն քննարկման առարկա։ Ընդդիմադիրները պնդում են, որ Փաշինյանի հայտարարություններն ակնարկում են հնարավոր տարածքային զիջումներ։ Ինչ տարածքների մասին է խոսքը, ինչ անվտանգային ռիսկեր են տեսնում ընդդիմադիրներն ու փորձագետները, ռեպորտաժում։ Քարոզարշավի ժամանակ Փաշինյանին հաճախ տրվող հարցերից է։ Քաղաքացիները հետաքրքրվում են, ինչ տարածքներ է նորից հանձնելու նա։ Հիմա ում եք որ մասերն եք հանձնելու։ Ինձ դա հետաքրքիր որ չգիտեմ տեղ մնամ նորից։ Մի քանի խուսափողական, շեղող պատասխաններից հետո վարչապետն ասաց. Ուղղակի իմանանք, էլի որտեղ ենք։ Ադրբեջանի 3 տարածքները, որը Վարխուդարլի, Խելեմլի։ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում գտնվող բնակավայրերի անուններն ադրբեջաներենով նշում ու հստակ ասում է. դրանք են հանձնելու, ընդգծում են զրուցակիցներս։ Իսկ ինչ տարածքների մասին է խոսում Փաշինյանը։ Մեր բոլոր հայրենակիցները, ովքեր այդ հատվածով եղել են, Իջևանից դեպի Բերդ գնացող այդ կայան կոչված հատվածում Մայրուղու Հայաստանի հյուսիս-արևելքը իրար կապող խոշոր շրջանների հենց ճանապարհի Մայրուղու երկու կողքերում իբր եղել են բնակավայրեր։ Այստեղ մեր հայրենակցին նախ շնորհակալություն, որտեղ տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք երկու բան։ Եթե այդքան բանա համարցակա, այդքան այդ իր լաչառության մեջ, ասում ենք երկու բան, Հայաստանի տարածքից պատրաստում Ադրբեջանին զիջումի գնալ եւ երբ Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը հետ քաշվելու։ Վերջապես մեր հայրենակցի հարցադրմանը ընդունեց, որ այո, պատրաստվում են իր վերարտադրման ժամանակ շարունակելու են Հայաստանից կտոր Ադրբեջանին հանձնել։ Փաշինյանի խոսքով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հետևանքով են Ադրբեջանին հանձնելու իր նշած 3 տարածքները։ Չէ, դա սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետեւ եթե Արցախը հետա գալիս ամբողջությամբ, չի կարա չգա։
Չի կարա կարար լինի համաձայն։ Ստացվում ենք մի օկուպանտ ենք, պարոն Փաշինյան, որ Ադրբեջանի տարածքները Լսեք, հիմա այդ բաները, այդ տերմինները այլևս անցյալում են։ 2020 թվականից հետո Ադրբեջանը Հայաստանի մի շարք մարզերից տարածքներ է օկուպացրել եւ գործող իշխանությունն ադրբեջանցիներից չի պահանջում դուրս գալ Հայաստանի սուվերեն տարածքից, նշում է падգամավոր Տիգրան Աբրահամյանն ու թվարկում Հայաստանի սուվերեն տարածքի որ հատվածում են ադրբեջանցիները։ 44-օրյա պատերազմից հետո 21-22-23 թվականներին ադրբեջանական ներխուժումների հետևանքով Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի օկուպացված տարբեր բնակավայրերի հատվածների մասին։ Ներքին հանդից սկսած Տերգյուղով, Արավուսով, Սևլիչ, Իշխանասար, Ջերմուկի հատվածը, Կութականի հատվածը, Վարդենիսի հատվածը, այսինքն այդ տարածքները այնքան մեծ են, որ այս պարագայում կարելի է երկար թվարկել։ Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը զգուշացնում է, գործին եփելու պարզ ու տարածված քաղաքականությամբ է առաջնորդվում Փաշինյանը։ Խունտայի անդամները խոստովանեցին, որ հանձնում են եւս 3 անկլավ եւ Տիգրանաշենը։ Սյունիքը կկտրվի Հայաստանից, այնտեղ կվերադառնան ադրբեջանցիները, եւ այն նույնպես կկլանվի Ադրբեջանի կողմից։ Շարունակեք լռել, նստեք տանը կամ սրտիկներ անել ու լաց լինել ձեր կուլտի առաջնորդի տեսնելիս։ Զրուցակիցներս անդրադառնալով առաջիկա ընտրություններին նշում են, ոչ թե սովորական ընտրություն է, այլ ընտրություն է Հայաստանի ապագայի մասին։ Նորից Հայաստանից կտոր զիջելու են ու շարունակելու են այդ զիջման գործընթացը, թե Հայաստանը արժանապատիվ ուղի է ձեռք բերելու։ Եթե Հայաստանը սահմանազատման ու սահմանագծման անվան տակ նոր տարածքներ կորցնի, հետևանքներն անդառնալի են լինելու, ասում է Տիգրան Աբրահամյանը։ Իշխանությունը հայտարարել է 8 գյուղերի հանձնման մասին, որի մեջ է եղել Տիգրանաշենը, որի մեջ են եղել Տավուշի մարզի 3 գյուղերը, որոնք կիսատ-պռատ նաև Փաշինյանն է հնչեցնում, եւ յուրաքանչյուրը իր մասով խոշոր ենթակառուցվածքային եւ անվտանգային խնդիրներ է բերելու մեր քաղաքացիների համար, որտեղ այդտեղ ճանապարհները անցնում են մարզային, անցնում են միջպետական տարբեր հատվածներով։ Հողի հանձնումը որևէ ձևով չի փոխհատուցվում, նշում է Աբրահամյանը։ Հողի կորուստը չի փոխհատուցվում ոչ այլընտրանքային ճանապարհ կառուցելով, ոչ թոշակով, ոչ էլ օրինակ առողջության համընդհանուր ապահովագրությամբ։ Անիա Բաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Միջազգային լուրերին անդրադառնանք։ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի պատրաստվում միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններում։ Նա հիշեցրել է, որ իր պաշտոնավարման տարիներին արդեն մասնակցել է Մինսկի բանակցություններին եւ նշել, որ այդ փուլն ավարտված է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Մոսկվայի եւ Պեկինի հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի։ Չինաստան այցից առաջ հրապարակված տեսաուղերձում Պուտինը նշել է, որ երկու երկրները գործակցում են քաղաքականությունից մինչև պաշտպանություն եւ աջակցում են միմյանց ռազմավարական հարցերում։ Իսկ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի խոսքով ռուս-ուկրաինական պատերազմը ծանր ազդեցություն է ունեցել Եվրոպայի վրա, սակայն նույնիսկ կարճատև հրադադարները ցույց են տալիս, որ խաղաղության հնարավորություն դեռ կա։ Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է միջնորդական ջանքերը հակամարտության կարգավորման համար։ Միջազգային մյուս լուրերը Զարա Սարգսյանի ռեպորտաժում։ Միացյալ Նահանգներն այսօր պետք է Իրանին հարվածներ հասցներ, սակայն չեղարկել է Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների խնդրանքով։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում էր վերսկսել Իրանի վրա հարձակումները, սակայն մտափոխվել է ընդառաջելով արաբական երկրների առաջնորդների խնդրանքին։ Սակայն հանձնարարել եմ ցանկացած պահի պատրաստ լինել Իրանի վրա լիարժեք հարձակման, եթե չհաջողվի հասնել ընդունելի համաձայնագրի, հավելել է Միացյալ Նահանգների նախագահը։ Միացյալ Նահանգները որոշել է եւս 30 օրով երկարաձգել որոշումը, որը թույլ է տալիս գնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթ։ Ինչպես հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը, որոշումը վերաբերում է միայն ծովային ճանապարհով տեղափոխվող նավթին։ Նշենք, որ Միացյալ Նահանգները ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների մեղմման որոշումը կայացրել էր համաշխարհային շուկայում նավթի դեֆիցիտը կանխելու եւ էներգակիրների գների կտրուկ աճը զսպելու համար։
Իսրայելը կառավարվում է ֆաշիստական մտածելակերպով, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ես կրկին վերահաստատում եմ Թուրքիայի աջակցությունը Գազայի ժողովրդին եւ նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնում Գազային։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերջապես միջոցներ ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունների դեմ, որոնք անտեսում են միջազգային իրավունքն ու նորմերը, նշել է նա։ Թուրքիայի Մերսին քաղաքում տղամարդը կրակ է բացել ռեստորանում եւ մի քանի այլ վայրերում գտնվող մարդկանց վրա։ 5 մարդ զոհվել է, 8-ը վիրավորվել։ Հարձակվողը նաեւ կրակել ու սպանել է իր նախկին կնոջը։ Ոստիկանությունը գործողություն է սկսել հարձակվողին ձերբակալելու համար։ Ես չեմ պատրաստվում հեռանալ, պետք է ծառայեմ այն մարդկանց, որոնք ինձ ընտրել են այս պաշտոնում, ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ ի պատասխան իր հրաժարականը պահանջող կոչերի։ Սթարմերի վրա ճնշում է գործադրվում օրերս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նրա ղեկավարած լեյբորիստական կուսակցության խոշոր պարտությունից հետո։ Հոնդիուս Բոսանավը, որի վրա հանտավիրուս էր բռնկվել, ժամանել է Ռոտերդամի նավահանգիստ։ Նիդերլանդների իշխանությունները նավահանգստում կպատրաստեն 23 շարժական կացարան, որտեղ ուղևորները կանցկացնեն 6 շաբաթ գտնվելով կարանտինի մեջ։ Նրանք նավահանգիստ ժամանելուց անմիջապես հետո թեստ են հանձնել, սպասում են պատասխանին։ Ճապոնիայում ձերբակալվել է ԱՄՆ 2 քաղաքացի կենտրոնաբանական այգու կապիկների վանդակ մտնելու համար, որտեղ գտնվում է համացանցի աստղ դարձած Փանջ մականունով փոքրիկ կապիկը։ Տղամարդկանցից մեկը 24-ամյա ուսանող ցատկել է ցանկապատի վրայով ու մտել վանդակը, իսկ մյուսը նկարահանել է տեղի ունեցածը։ Փոքրիկ կապիկն այս տարի դարձել էր համացանցի աստղ, երբ սոցցանցերում տարածվել էին նրա լուսանկարները, որտեղ նա մոր կողմից մերժվելուց հետո գրկել էր իր փափուկ խաղալիք օրանգուտանին։ Ուզբեկստանում էլ այնպիսի ուժեղ քամի է տեղի ունեցել, որ պտտել է անգամ ատրակցիոնի խցերն իրենց առանցքի շուրջը։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։